Դե համար շատ պլաններ չեմ կազմել, որովհետև շատ բաներ նաև ինձ կախված չի լինելու։ Մենք այսօր եկել ենք Իստանբուլ։ Թուրքիայում ենք։ Ստամբուլի ափերին ենք։ Հիմա նայում ենք Ասիայի կողմը, որ Üsküdar, Haydarpaşa է, մեր դպրոցանքնալ ճիշտ այդ եղեցի։ Ստամբուլից ներկայացուցիչ ունենք, ներկայացնում է իր քաղաքը։ Լսի լավ, ամսատիվ ասա, մոռացար։ Քիչ բարձր։ Այսօր օգոստոսի 30 2025 է։ Շաբաթօրն է եւ հիմա ժամը 8:06 է։ Կարող է Grand Bazaar բան փակել են այս օրերը շաբաթ կիրակի։ Չեմ կարծում։ Բայց հակառակ պետք է բաց լինի։ Այսօր փորձ պիտի ունենա, չէ՞։ Հա, ես։ Լավ, մի քիչ մշուշոտ է, հիմա այստեղ չեմ նկարի, հետո մի քիչ կբացվի, նոր կսկսեմ նկարելը։ Քիչ օդը բացվեց, նկարները լավ սկսեցին դուրս գալ։ Որն է top up-ն։ Այ հենց այս ափին, նա։ Հա, մենք ստեղել ենք ժամանակին։ Ասենց ժամ բացվում է օրը, ու օրը որ բացվում է, իր հետ նաև այդ հստակությունն է նկարների դուրս գալիս, այդ մշուշը անցնում է, ամբողջ Ստամբուլ քաղաքն է հետևում։ Սպասում ենք նավը կանգնի, վերջնական, որ մենք այսօր դուրս գանք։ Էսի կոչվում էր մի հատ նորից ասա, աղջկա Փարոս, ու կարելի է ասենք բանով, նավակներով բարձանում են վերև երևի, հա։ Ստամբուլում ես առաջի անգամ չէի, այս անգամ այնպես ստացվեց, որ մեր նավը կանգնեց Ստամբուլի նավահանգստում, բայց մենք այսօր պլաններ ունենք միայն ընկերների հետ հանդիպելու։ Ժամանակին, որ եղել եմ Ստամբուլում, աշխատել եմ բոլոր թանգարանները ման գալ, ինչքան հնարավոր էր, այսօր ընկերների օրն է լինելու։ Այսօր օգոստոսի 30-ն է ու Թուրքիայում հաղթանակի օր է։ Այսօր անցկացում են շքերթներ, արարողություններ, պետական ազգային տոնակատարություններ, փակվում են կառավարական գրասենյակները, թուրքական դրոշը ամենտեղ բարձրացնում են։ Տոն օր է Թուրքիայում, ինչի օր է։ Դրա համար 30 օգոստոս 30 հաղթանակի օր է։ Իրանց, հա։ Հաղթանակի օր։ Ինչի հանդեպ են հաղթանակի։ Որովհետև պատերազմ շահեցան Հունաստանի թեմ, մյուս երկրների թեմ եւ այլն, հետո իրենց անկախությունը ցեք բերեցին ետ։ Թուրքերը։ Այո։ Հիմա ասենց լավ արդեն մոտ ենք մենք ափին։ Համել ասենց այդ մշուշը ցրվեց մի քիչ, նայած այսօր ամբողջ օրը ասում են, որ ասենց կիսա անպամատ եղանակ է լինելու։ Դա նշանակում է, որ նկարները կարող է մի քիչ լուսավոր չլինեն։ Բայց լավ է դուրս եկել հիմա արդեն։ Իրուն է հիմա այստեղից երևում։ Ստամբուլ ենք հասել, թուրքական դրոշները ամենտեղ կախված են, իրանք սիրում են, ամենտեղ իրենց դրոշները կախում են։ Այս հետևինա ինչներ մի հատ նույնց ասա, այդ Tower. Okay, Nikal. Tower is Galata Tower. Okay, այս մեկը ինչ է, այս դիմացինը։ Այս Մոսկվայի, բայց սիրուն է։ Ամբողջ նավահանգիստը թուրքական դրոշներով զարդարել էին։ Դե այս հաղթանակի օրը պետական օր է, այն ոչ աշխատանքային օր է բնակչության համար։ Դպրոցները, բոլոր բիզնեսները փակ են եւ թուրքական դրոշները զարդարում են խանութները, պետական գրասենյակները, մարդկանց տները նույնիսկ։ Առանց այդ էլ թուրքերը սիրում են իրենց դրոշներով զարդարել ամենտեղ, բայց պատկերացրեք այսօր հատուկ հաղթանակի օրն է, ինչա կատարվում այս քաղաքում։ Մենք բոսահայ ընկերներ ունեինք եւ այսօր պայմանավորվել էինք իրենց հետ հանդիպելու։ Իրենց Grand Bazaar-ում, մեծ բազարում, մեծ շուկայում պետք է հանդիպեինք այդ մեր ընկերների հետ։
այնպես որ մենք էքսկուրսիաներ եւ տուրեր այս անգամ չվերցրեցինք, պարզապես ինչ տեսանք ճանապարհին նկարեցինք։ Հաղթանակի օրա դրա համար է սենց դրոշներով զարդարված, թե ինքը միշտ է սենց։ Չնայած Թուրքիայում միշտ է ես դրոշները տեսել եմ։ Միշտ կառավարական շենքերն է, սակայն այսօր մանավանդ հաղթանակի օր է։ Այսօր տոն է իրանց մոտ, դրա համար են այս դրոշները ավելի շատ երևի։ Հսկայական ստորգետնյա զբոսանավային տերմինալ էր։ Ասում են, որ աշխարհի առաջին ստորգետնյա զբոսանավային տերմինալն է։ Ստամբուլի Գալաթա նավահանգիստը, պատմական քաղաքային նավահանգիստը վերածել է համաշխարհային մակարդակի զբոսաշրջային նավահանգստի։ Շատ հարմարավետ, մաքուր, սիրուն, ապահով տերմինալ էր։ Հագեցած էր նորագույն տեխնոլոգիաներով, բավականին մեծ էր, ընդարձակ ու հարմարավետ։ Տերմինալից դուրս եկանք, ինքը ավտոմատ քեզ հանում աստեղ, ու ստեղ ես City Center-ը տանելու կարծել։ Այստեղ են բան դիգը, աչքով։ Ստեղից արդեն չգիտեմ արդեն, բայց արդեն դուրս եկանք։ Հեստ Իստանբուլ մյուզեում, ես ինչ է, ես մյուզեում է։ Այդ մյուզեումն այս էլ այդ մեջի այդ սկալպտուրներն են։ Տեսեք մեջ ուղղակի հիմա հələ շուտ ենք դու եկել, դեռ փակ է ինքը։ Կական ուտելիքներով կարոտել եմ նավի հետ, զրտիզի, այսինքն նավին էլ էր, օ Ստեփան սուպեր կան։ Էքսկուրսիա չունենք, գոնե թուրքական ուտելիք ուտենք։ Գրածա որտեղ ինչ կա, կարթա։ Danishma information։ Ինչ-որ մզգիտ է։ Դա մոտ ենք եկել։ Դեռ դրոշն է թուրքական, որովհետև այսօր տոնոր է, ամենտեղ թուրքական դրոշն է։ Չնայած իրանք հայ սիրում են իրանք դրոշը, ամենտեղ այդ դրոշը լինելի է։ Ինձ որ կներեք մեզ։ Ինչ-որ հաղթանակի կամարն է, ինչ է լավ էր մեջ, վերև էլի դրոշը թուրքական։ Ծածանվում է։ Ստեղ էլ Հայաստանի նման շներն են, փողոցի շները նայեցիր, Հայաստանում էլ էին սենց։ Բոլի նշանը կա, ու իհարկե մենք կգնանք այդ ցուցանակի մոտ նկարվելու, ոնց կարող ենք կարծողնել։ Բասի մի հատ, այդ երեխեքը գնան նկարվեն նոր։ Նավահանգստից դուրս եկանք, եղանակը շատ լավն էր, եւ ոտքով մենք պետք է գնայինք դեպի Ստամբուլի երկու հայտնի շուկաները, եգիպտական շուկան ու Grand Bazaar-ը։ Ճանապարհին էլ նկարվեցինք մի քանի տեղ։ Մոտակայքում հայկական դպրոց կա։ Այս որ մասում ենք մենք գտնվում։ Եկեղեցի կա այստեղ, հանգել։ Այստեղ եկեղեցի կա։ Հիմա մտնենք էլ։ Հա, մտնենք ենք, ինչի՞ չմտնենք։ Այստեղ հայկական եկեղեցի կա, հայկական, հա։ Բայց դպրոցը կարծում ես այստեղ, հա։ Բժնալ, ես հետ չեմ եղել այստեղ։ Միջանցիկ է, շատ սիրուն է։ Ես սիրում եմ սենց լեղ փողոցներ։ Հա, հետաքրքիր տեղ վերևից։ Այդ փողոցը, զգուշ փողոցի միջով ենք քայլում, գիտես։ Նեն չլինի ավտոգա հետևները։ Merhaba. Աշխատում։ Այստեղ քարակե է։ Ես այս մի քիչ հեռու այստեղ աշխատեի։ Այս կողմնալ աշխատում սկզբից։ չէ, այստեղ ուրիշ աշխատանք էր, engineering։ Էդ էլ իմացանք, ճանտիկը։ Գալաթա բրիջը գա, դիտի անցնենք հիմա վրայեն։ Նա շուտ է գա։ Ստամբուլի գիդի հետ։ Այս կողմն քայլը։ Իսկ մանգալու տեղ չկա, մի քիչ մանգանք, մինչև մարդիկ հանդիպենք։ Դիմանքան։
Ուզում եմ ասել նայելու հետաքրքիր մասեր կան, չէ՞։ Բազար գա, բաներ գա։ Անակ հանգարց մոլորվեիր այսքանից հետո Ստամբուլում ես տեղ այս բրիջից կես մի անգամից քսեի։ Անդեր նստած գլզի գնացել էի։ Քնար։ Քնալա ադա։ Ճիշտ եմ ասում։ Այստեղ ձգի տեղ չէ՞, ձկներ են բռնում։ Իսկ այնտեղ որտեղ էր, որ լիքը ձկներ են վաճառում։ Հա, այստեղ էր։ Հա? Որ գոշիկներ, հա, արի իցնեք տակը։ Դից բռնել են այստեղ։ Աստորին թույլատրվում է, այլ այստեղից։ Իշ բռնել, ձուկ բռնել։ Ինձ թվում է այսօր, որ տոնոր էր, մարդիկ ընտանիքներով, երեխեքով իրենց դուրս էին եկել իրենց հանգիստ անցկացնելու մի ձև էր նաև ձկնորսությունը ու եկել էին այս կամուրջի վրա ձուկ էին բռնում։ Թեև հնարավոր է, որ իրանք ամեն օր էլ այս ձուկը այստեղ բռնում են։ Չեմ կարող հաստատ ասել։ Նա երեխեքով, ընտանիքով են եկել։ Օ, ինչքան շատ է։ Շատ են այստեղ, հələ նայի։ Երևի լավ են այս Էդ էլ իրանց բռնած փոքրիկ ձկներ են։ Շատ էլ մեծ ձուկ չի, նայ, այսինչ փոքր ձկներ են։ Այսքան մարդ որ ձուկ բռնի, ձուկ կմնա այս խեղճը։ Սեզոնը դա որ երեքանը չեն կարող։ Տղելի ամեն տեղ այդ ձկնոցներն են։ Այդ դիմացի մզգիտի դիմաց մենք եղել ենք, ես հիշում եմ, կոշիկ մաքրելու տեղ կար։ Հավես արեցիր, կոշիկների համար մաքրեցին։ Հետաքրքիր է հիմա կա, ներգեցին, պլպլացին, փայլացրին։ Ու աղունիկներ կային։ Ասա, այս որ մզգիտն է։ Էմենանը մզգիտ։ Ով է սարքի, կարող է էլի հայերն են սարքել։ Կարող է։ Չի բացառվում, այո։ Ոստեղից պետք է սիմի տարնելը, կուկուրուզ են տաղում։ Դոլարով երկու հատ կարան։ Թուրքականը եվրոն չի, հա, թուրքականը առանձին փող է։ Okay, ես պետք է ասեի, բայց մենք եվրո ունեինք։ Տանի բանը մտնենք, անցումների տակ մտնենք։ Չէ՞։ Մենք մտանք Ստամբուլի համեմունքների շուկան։ Ստամբուլի այցելությունը լիարժեք չի համարվում առանց համեմունքների շուկա այցելելու։ Ու թեև շուկաներից ամենամեծը Grand Bazaar-ն է համարվում, բայց այս շուկան ոչ մի բանով չի զիջում, սա ամենաբուրավետն է, ամենագունեղ շուկաներից մեկն է։ Այս շուկան կառուցվել է 1664 թվականին, թուրքերենով հայտնի է որպես Մսր Չարշսը, իսկ երբեմն թարգմանվում է որպես եգիպտական շուկա կամ եգիպտացորենի շուկա, Մսրը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եւ Եգիպտոս եւ եգիպտացորեն։ Այստեղ բացի համեմունքներից կային նաեւ վարդի, հասմիկի, մրգային թեյեր, բոլոր գույների եւ համերի թուրքական քաղցրավենիքներ, բուսական դեղամիջոցներ, չոր մրգեր, չիրեր, մի խոսքով ինչ մտքով տանցներ, այստեղ կարող էիր գտնել։ Այստեղ շատ համոբաներ են։ Չիրերը դες։ Փախտումա։ Չեյդին նկարել։ Ավելի լավ է բուտկը։ Բուտյամբ են գնում։ Որով դե փասոնը։ Տեղա, սա էլի որ ես ասեմ։ Մուտքը բիդես։ Հա, փաստորեն փակ շուկան ու սպայսի շուկան այդքան հեռու չեն։ Walking distance են, հա իրար։ Լավ առևտրի տեղ է։
Ամեն ինչ կա, ամեն ինչ։ Այստեղ հասանք, հիմա որ կողմով ենք գնալու։ Այստեղ։ Ինչա։ Մի քիչ վերև Հայուսակի խանութը աշխատած եմ երբ որ Դբրոցկի կայի։ Դբրոցկի։ Այլ է աշխատել է ժամանակ։ Ամառները բաշա։ Սենց մենք գնում ենք դեպի Փակ շուկա։ Կոտ շուկա, այսպես ասած։ Փակ շուկան անցանք։ Մի հատ նկար ենք, սպասի։ Փակ շուկա ենք եկել։ Նույն ժամանակ Exchange Market։ Մենք մտանք մեծ շուկան, որը կառուցվել է 15-րդ դարում, աշխարհի ամենահին ծածկած շուկան է։ Մեծ շուկան կառուցվել է Մեհմեդ II-ի օրոք 1453 թվականին Ստամբուլի Օսմանյան նվաճումից անմիջապես հետո կառուցումը սկսվել է 1460 թվականին։ Շուկան իհարկե սկզբում փոքր է եղել եւ այստեղ սկզբում վաճառվել են միայն գործիքներ եւ զարդեր, ժամանակի ընթացքում դրանց շուրջը շուկան աճել է, զարգացել է, 17-րդ դարում մեծ շուկան բաղկացած էր 60 փողոցներից, յուրաքանչյուրը նվիրված էր որոշակի արհեստի եւ համապատասխանաբար անուն ուներ, այստեղ կարելի էր գտնել օրինակ ոսկերիչների, կաշվեգործների, կավագործների փողոցներ, ոսկիներ, այստեղ ոսկիների նայ։ Աշխարհի ոսկին ազդը։ Փակ շուկայի դռներից մեկի մոտ հանդիպեցինք մեր ընկերներին, նախորդ արդեն պայմանավորվել էինք, հանդիպեցինք իրանց հետ ու շարունակեցինք մեր օրը արդեն իրենց հետ։ Բնականաբար գնացինք թուրքական ռեստորան, ճաշեցինք թուրքական կերակուրները, հիշեցինք հին ու բարի օրերը։ Okay. Ով ասիրում թուրքական շագանակները տակ։ Խորոված շականակ։ Խորոված շականակը այս բանի ջրի ափին։ Ես շատ եմ սիրում։ Այսպես բացում ենք, ուսեն։ Okay. Թուրքական շագանակներն էլ համտեսեցինք ու նույն ճանապարհով վերադարձանք դեպի նավահանգիստը։ Իհարկե մարդիկ շատ ավելի շատ էին, քան առավոտյան, մետրոն ահավոր լիքներ, ոտք դնելու տեղ չկար, ես այսպիսի խտությամբ մետրո երբեք ոչ մի տեղ չէի տեսել։ Վերջում էլ նստեցինք մի տեղ, որտեղ ճաշակեցինք թուրքական լամաջոն, ես իհարկե կարոտել էի լամաջոին, որովհետև այնտեղ որտեղ մենք ապրում ենք չկան այսպիսի թուրքական եւ հայկական կերակուրներ, ճաշատեսակներ, մեծ հաճույքով կերանք ու գնացինք դեպի նավ։ Եզրափակում ենք թուրքական լամաջայով եւ այրանով։ Բարի ախորժակ մեզ, հետելկեր ու գնանք նավ։ Կան տարածք կա, որ մտնում ես դրսից դեպի այս տերմինալի աներքևի մասը, որ հետո մտնես չի, փլը պատկերացրեք ինչպես կայական տարածք կա։ Ինչ սուպեր սարկած է ժամանակակից։ Նույնիսկ այդ դուրս բարսանալու իջնելու էլևատորները ավտոմատիկ են գնում, կանգնում ես, դուրս են սկսում աշխատել։ Արդեն նավի վրա ենք, նավի շոուին ենք մասնակցում։ Բնականաբար չեմ կարողանա լրիվ նկարել, որովհետև YouTube-ը չի թողնի դնեմ, ուղղակի մի փոքրիկ հատված կդնեմ այն մասը, որտեղ երաժշտություն չկա։ Listen, yo, I got some good news and some bad news. Great, the bad news. The show's over. You say no and all. I say I'm tired. Meet y'all at Alchemy Bar. Listen, did you all have a good time tonight? Y'all not just saying that. Did y'all have a good time tonight? Listen, the good news is that there are some incredible shows that are happening for all of the days of your cruise. So whenever you see that there's a show happening in this theater or any venue on this ship, please come join us. Y'all, we are literally here for you. We want you to have a good time. So please come support live theater, live music,
We want y'all to come. And guess what? You already paid for the cruise and it's free. So come. Listen, on top of being a singer, I also have my own nonprofit, which is called the Hugs Foundation. If you turn your heads to the screen, I feel like a teacher. If you turn your heads to the screen, you will see that this is what we do. We make bags, and those reusable bags, they have toiletries, they have water, they have food. Anything that we can get our hands on, we give back to the less fortunate. As of today, everyone that is cleaning on this ship, listen, I love y'all, but I'm not cleaning y'all. Now, there's a last here to make some noise for the one and only Michael Wortley. One more time, folks, if you enjoyed this show, let Michael hear you make some noise. Well, as Michael said, folks, he will be right down here at the foot of the stage. If you want to say hello or grab a photo, you are welcome to do so. Back to tonight, it is still young. There is... Գիշերային Ստամբուլը նայեք, հեղում լույսերը, ու այս հետաքրքիր այս ճայերն են, լսի, ես այն բան չէի տեսել, ես ինչ ես են շատ ստեղ, աղա ինչ որ ուտելիք են գտել,